Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին արդեն սկսում ենք ուսումնասիրել երրորդ երգի երկրորդ գլուխը։ Պարզ է, որ գլուխը նոր է սկսվում եւ ես կարիք չունեմ ոչ մի նախաբանի, ուստի միանգամից կարդամ մեր տեքստը եւ մենք փորձենք այն քննարկել։ Ուրեմն Շրիմադ Բհագավատամ երրորդ երգ, երկրորդ գլուխ Գլուխը կոչվում է Տեր Շրի Կրիշնայի մասին հիշողությունները։ Տեքստ առաջին։ Շրի Շուկադևը Գոսվամին ասաց. Երբ Վիդուրան խնդրեց մեծ նվիրյալ Ութավային պատմել իրեն իր սրտին ամենասիրելիի Տեր Կրիշնայի մասին, Ութավան չկարողացավ անմիջապես պատասխանել։ Տիրոջը հիշելիս նրան պատած ուժեղ հույզերի պատճառով։ Նա նույնիսկ մանկության տարիներին 5 տարեկան հասակում այնքան էր տարված Տեր Կրիշնայի ծառայությամբ, որ երբ մայրը նրան կանչում էր նախաճաշի, նա հրաժարվում էր ուտել։ Այսպիսով մանկուց Ութավան անդադար ծառայում էր Տիրոջը եւ նույնիսկ ծերության տարիներին նա շարունակում էր ծառայել նրան անսպառ եռանդով։ Եվ երբ Վիդուրան խնդրեց նրան պատմել Տիրոջ մասին, նա անմիջապես հիշեց նրա հետ կապված ամեն ինչ։ Մի պահ նա մնաց լիովին լուռ, անշարժության մեջ քարացած։ Նա ընդգրկվեց Տիրոջ լոտոսային ոտնաթաթերի նեկտարային հիշողության մեջ եւ ընկավ նվիրվածության էքստազի մեջ, որը գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում։ Վիդուրան նկատեց Ութավայի մարմնում տեղի ունեցող տրանսցենդենտալ փոփոխությունները, ով ընկել էր էքստատիկ վիճակի մեջ եւ սրբում էր աչքերից խոսող բաժանման արցունքները։ Սա տեսնելով Վիդուրան հասկացավ, որ Ութավան սիրում է Տիրոջը մեծ, ամեն ինչ կլանող սիրով։ Որոշ ժամանակ անց մեծ նվիրյալ Ութավան Տիրոջ բնակավայրից վերադարձավ մարդկանցով բնակեցված աշխարհ եւ սրբեց աչքերը։ Անցյալի նկարները կենդանացան նրա մեջ եւ հաճելի տրամադրությամբ նա սկսեց պատասխանել Վիդուրայի հարցերին։ Ինչպես տեսնում եք, տեքստերը իրենք լի են հոգևոր տրամադրություններով եւ այսօր մեր խոսակցությունը լինելու է հենց այդպիսինը։ Եկեք տեսնենք, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, ով է Ութավան եւ ասենք ինչի մասին է ընդհանրապես այս տեքստերը։ Առաջին հերթին, ինչպես միշտ, փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում նրա անունը։ Ութավան ինքը Ութավա բառը ինքը բաղկացած է ուրեմն 8 արմատից, ինչը նշանակում է վերև, կամ բարձրանալ, կամ ունենալ առավելություն, prevasходство, եւ թավա, ճիշտ ասած հայերեն դա չգիտեմ ոնց է, ռուսերեն դա սուֆիքս, որը ինքը միանալով այդ 8 արմատի հետ խոսքին տալիս է հետեւյալ իմաստը, որ դա նշանակում է, որ ազնվորությունը ինքը շարժվում է կամ մաքրվում է, այսինքն այդ խոսքը սովորաբար թարգմանվում է որպես շարժվող, գնացող կամ նա ով արդեն հասել է դաստիճի, եւ իմաստի տեսանկյունից, որ ասենք հեսա բառացի, իսկ շատ հաճախ Ութավան, ասենք որպես ազնվորություն, ինքը ինչ սկզբունքներն էր ընդհանրապես ներկայացնում, դա ուրեմն խոսքը գնում է մի ազնվորության մասին, որը ինքը մշտական վերելք է ապրում հոգևոր տրամադրությունների մեջ,
որը ինքը շատ մաքրագործված է, հա, այսինքն չունի իր մեջ ոչ մի նյութական գիտակցության աղտոտվածություն, հիմա մենք կխոսենք դրա մասին, թե ինչու է սա կարևոր, հա, նա մի ազնվորություն է, որը ինքը բարձրանում է դեպի վեր, ընդ որում ինքը բարձրանում է դեպի վեր եւ նվիրվածության իմաստով, եւ գիտելիքի, այսինքն եւ իմաստության, հա, կամ ուրեմն Ութավայի անունը կարելի է օգտագործել որպես այդ բաների վերելք ապրած ընկեր։ Ինչու համար, որովհետև իրականում Ութավան ինքը Տեր Կրիշնայի շատ մոտիկ ընկերն էր եւ Տեր Կրիշնան, երբ որ ինքը գտնվում էր մեր մոլորակի վրա, ինքը Ութավային վստահեց երկու շատ կարևոր նվիրված ծառայություն, որի մասին մենք այսօր հենց մանրամասը կխոսենք, հա? Եվ դրա պատճառով ուրեմն այդ նվիրված ծառայության, որը ինքը կատարեց, իր անունը որպես սիմվոլ կարելի է ընկալել նա, ով զարթնեցնում է։ Սիմվոլիկ նշանակությունը Ութավայի անվան ինքը շատ հետաքրքիր է, որովհետև մի կողմից Ութավան ինքը իր հոգևոր ուսուցիչն էր, Ութավայի հոգևոր ուսուցիչն էր, ուրեմն բանը, ասեք, Պրիասպատին, հա, իր հոգևոր ուսուցիչն էր Պրիասպատին եւ դա նշանակում է, որ ինքը շատ իմաստուն ազնվորություն էր, բայց մյուս կողմից ուրեմն Ութավան ինքը այն նվիրալն էր, որին Տեր Կրիշնան վստահեց իր զգացմունքները բաժանման մեջ։ Իրականում այս թեման ինքը շատ կարևոր եւ շատ բարձր թեմա է, ինչ իմաստով եւ ինչ բանով, չէ՞, տեսեք, մենք խոսում ենք դրա մասին մշտական եւ Բhagavad-ամը ինքը մեզ հենց այդ թեմաներն է շատ ծավալում ներկայացնելու, որ իրականում աշխարհում այս պահին գոյություն չունի այնպիսի սուրբ գրվածք, որը մտնի ուրեմն հոգևոր հարաբերությունների դաշտ։ Այդ թեման ինքը սովորաբար բոլոր սուրբ գրվածքներում փակ է։ Բուդդիզմը, կներեք, իմպերսոնալիզմը ինքը խոսում է նրա մասին, որ հոգևոր բազմազանություն ընդհանրապես գոյություն չունի, որ գոյություն ունի նյութական բազմազանությունը եւ դրանից հետո ուղղակի անիմաստ լույսը, որտեղ բոլոր կենդանիակները վերածվում են այդ լույսի մի փոքրիկ ատոմի, որտեղ չկա անհատականություն, չկա իրականում կյանք, չկան հարաբերություններ, չկա ոչինչ, բա ինչ կա, եթե մենք այս նյութական աշխարհում, երբ որ մենք ստանում ենք ինչ-որ նյութական մարմիններ, այդ կյանքը, այդ մարմնին տալիս է գիտակցությունը, դա նշանակում է, որ գիտակցությունը ինքը չի կարող կորել, այսինքն դա կենդանիակի հավերժ որակն է, չէ՞։ Երբ որ կենդանիակը ինքը լքում է տվյալ մարմինը, ապա մենք տեսնում ենք, որ իր մեջից վերանում է ընդամենը մի բան՝ գիտակցությունը։ Մնացած ամեն ինչը մնում է իր տեղում։ Իր տեղում են ուղեղը, աչքերը, լեզուն, սիրտը, թոքերը, չգիտեմ, երիկամները, ամեն ինչը իր տեղում է, բայց ինքը արդեն դիակ է, որովհետև չկա գիտակցությունը։ Եվ հիմա մենք տեսած շատ ենք խոսում դրա մասին, չէ, որ իմպերսոնալիստները իրենք մտածում են, որ ազատագրված վիճակում կենդանիակը ընդամենը մի կետ է, բայց իր գիտակցությունը չի կարող վերանալ։ Ուրեմն ինչի համար է այդ գիտակցությունը, եթե այն չունի կյանք։ Եթե այն ուղղակի պետք է ինչ-որ մի հատ լույսի մեջ կետի նման կախված լինի։ Հասկանում եք, բայց որովհետև նյութական աշխարհում անհանգստությունները շատ են,
այդ ազատագրված վիճակը լույսի մեջ, չէ, կենդանի էակին թվում է շատ գայթակղիչ։ Պերսոնալիստները իրենք ասում են, դա այդքան երկար չի տևում։ Անցնում է մի փոքր ժամանակ եւ կենդանի էակի հարաբերությունների կարիքը բարձրացնում է իր գլուխը։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ ուրեմն մյուս կողմից բուդդիստներն են, որտեղ սահմանը ինքը գտնվում է այնտեղ, որ իրենք ընդունում են, որ կա վերածնունդ, ընդունում են, որ նյութական աշխարհը ինքը գործում է երեք գոյավիճակների ազդեցության տակ, հա, իրենք դա շատ լավ հասկանում են եւ իրենք հասկանում են, ընդունում են, որ նյութական աշխարհը դա մի վայր է, որը լիքն է բռնությամբ, ատելությամբ, չգիտեմ, տառապանքներով, դաժանությամբ, գրքերով եւ այլն, եւ կենդանի էակի միակ նպատակը պետք է լինի այս տառապանքի աշխարհից դուրս գալու ուրեմն գործընթացը, բայց երբ որ խոսքը գնում է, թե ինչ է կենդանի էակից սպասվում ազատագրումից հետո, բուդդիստները իրանք չեն ասում, որ սա վերջնական վիճակ է։ Իրանք ասում են, այ երբ որ դու կհասնես այնտեղ բառերը ավելնորդ են։ Դու ինքդ կտեսնես, թե քեզ այնտեղ ինչ է սպասում։ Այսինքն իրանք այսպես ինչ որ մի հատ բան էլի վերջախոս նախադասություն են ասում, որի մեջ կա լիքը սպասելիք, այսինքն գրգռում են կենդանի էակի հետաքրքրությունը, իսկ ազատագրումից հետո ինչ է սպասում։ Կա քրիստոնեությունը, որը ինքը խոսում է դժոխքի եւ դրախտի մասին, թեկուզ քրիստոնեությունը դժոխքի եւ դրախտի մասին չի խոսել, դրա մասին խոսել են հրեաները իրենց դիցաբանության մեջ, որը կոչվում է հին կտակարան, հա, եւ բայց բոլոր դեպքերում քրիստոնյաները իրենք ընդունել են այդ գրվածքը որպես իրենց ուրեմն գաղափարախոսության հիմք, եւ մենք տեսնում ենք, որ ոչ հին կտակարանում, ոչ նոր կտակարանում չկան ոչ մի տեղեկություններ, հիմնականում չկան տեղեկություններ հոգևոր աշխարհի մասին, բայց այդ լայնածավալ ընդունված գաղափարախոսությունների մեջ Հիսուսը ինքը իհարկե եզակի աստավորություն է, որովհետև ինքը ի տարբերություն իմպերսոնալիստների օրինակ եւ բուդդիստերի ինքը առաջ քաշեց գերագույն Աստծո անձնավորության հետ մտերմիկ հարաբերությունների գաղափարը, եւ որ ինքը ասեց գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մեկն է եւ ինքը բացարձակապես բոլոր կենդանի էակների հայրն է։ Հրեաները հենց այդ պատճառով էլ Հիսուսին խաչեցին, որովհետև իրենց ավետարանը ինքը իրենց ավետարանում Հիովը ինքը հայտարարում է, որ ինքը հրեաների նախանձախնդիր Աստվածն է։ Եվ դա իրենց հնարավորություն է տալիս համարել, որ իրենք ընտրյալ ազգ են։ Հիսուսի գաղափարը, որ իրականում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր կենդանի էակների հայրն է, եւ բոլոր կենդանի էակները, ովքեր ապրում են համենայն դեպս ամենակիչը մեր մոլորակի վրա, ուրեմն նրա համար հավասար, բացարձակապես հավասար են, որովհետև բոլորը իր որդիներն են, պարզ է, որ հրեաները իրենք ուրիշ ծրագրեր ունեին, իրենց տեղի, դիրքի հետ կապված նյութական աշխարհում, մեր մոլորակի վրա, եւ այդ պատճառով իրենք չէին կարող թույլ տալ, որպեսզի այդ գաղափարը մտնի հրեայի սրտի մեջ։ Հրեայի սրտի մեջ պետք է ապրեր իր բացառիկության գաղափարը եւ իր առավելության գաղափարը։ Ես հուսով եմ, որ դուք հիմա տեսնում եք, որ ես դա բացարձակապես առանց ոչ մի ջղայնության նշույլի եմ քննարկում, որովհետև իհարկե ամեն ազգ ինքը իրավունք ունի ունենա իր մոտեցումը իրագործության հետ կապված,
Եվ ամեն ազգ ինքը ճիգեր է գործադրում, որպեսզի այն գաղափարախոսությունը, որի հանդեպ ինքը հավատ ունի, իրականացնի։ Ես չեմ քննարկում հրյաների նպատակները, բայց մեծ հարգանքով, ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի հարգանքով եմ վերաբերվում այդ ազգի նպատակասլացության հանդեպ։ Որովհետև այո, իհարկե, հնարավոր չի լինել այդ կարգի նպատակասլաց եւ չհասնել նպատակներին։ Երբ որ մենք փորձում ենք հիմա այս պահին ինչ-որ կերպ գոյություններս պահպանենք, ես կարծում եմ, որ այդ ազգային նպատակասլացության, երբ որ կա ազգային ծրագիր, կա որոշված խնդիր, եւ ամբողջ ազգը հազարամյակներ շարունակ այսպես մեթոդիկ գնում է այդ ծրագիրը իրականացնելու, դա միայն հարգանքի է արժանի իհարկե։ Ես նորից եմ կրկնում, որ ինքը նպատակները, ես հիմա նպատակների, ասենք, արդարությունը ես հիմա դա չեմ քննարկում, այլ ինքը որակը, այդ ունակությունը դնել նպատակ եւ այդ նպատակին հասնել համբերատար եւ համառորեն։ Ուրեմն, սիրելիներ, այնտեղ գաղափարը այդ Հիսուսը ինքը այդ գաղափարը մտցրեց եւ որպես այսենք աշխարհում ընդունված հոգեվոր գաղափարախոսություններից մեկը, իհարկե հաշվի չառնելով արիացիների գաղափարախոսությունը, Հիսուսի գաղափարախոսությունը ինքը լավագույնն է, որտեղ արտահայտում է ավելի բարձր, ուրեմն գաղափարներ, քան ուղղակի իմպերսոնալիզմն է, քան, ասենք, ինչ-որ խոստումներ տալը եւ մարդուն, այսպես էլի, անորոշության աստղը իր առաջ դնելով իրան մղել դեպի այդ, որպեսզի կենդանիակը ինքը փորձի ազատվել իր նյութական գոյությունից։ Երբ որ խոսվում է նրա մասին, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր կենդանիակների հայրն է, խոսվում է Աստծո հզորության մասին։ Մուսուլմանները իրենք ընդհանրապես գերադասում են այդ թեմաներով չխոսել, հա, իրենք ուղղակի ունեն գաղափարախոսություն, որտեղ այո, նույնպես նկարագրվում է դրողքը, նկարագրվում է դրախտը, եւ եթե մարդ ինքը պահում է Ղուրանին համապատասխան բարոյականության սկզբունքները, ապա հայտնվում է դրախտում։ Թե այնտեղ ինչ կա, ինչպես է, որն է այդ ամենի իմաստը, մենք հասկանում ենք, որ նույնպես Գերագույն Աստծո անձնավորության հզորությանն է ապավինում այդտեղ ուրեմն մարդիկը եւ հիմնականում կարող ենք ասել, որ բոլորը իրանք մարդկությունը այս պահին հիմնականում գտնվում է այդ մակարդակի վրա, որտեղ եթե արդեն ընդունվում է Աստծո գոյությունը, ապա ապավինվում է Աստծո հզորությունը։ Մենք ձեզ հետ բազմիցս զրուցել ենք դրա մասին, որ երբ որ մենք արդեն խոսում ենք արիացիների մասին, մենք խոսում ենք Աստծո հմայքի մասին։ Մեր մոլորակի վրա միայն արիացիներն են ունեցել այդպիսի համարձակություն խոսել հոգևոր աշխարհի հոգեբանության մասին։ Այդ իմաստով այս գիտելիքը ինքը ոչ միայն եզակի է, այլև իրական գիտնականների համար, իրական գիտական միտք ունեցող մարդկանց համար ահավոր հետաքրքիր, որովհետև նորից եմ կրկնում, այստեղ քննարկվում է հոգեբանության կատարելությունը, որովհետև քննարկվում է հոգու եւ Աստծո հոգեբանությունը։ Ինչու այսքանը ասեցի, որովհետև իրականում ու թավան ինքը այդ հոգևոր հարաբերությունների հոգեբանության տեսանկյունից արտառոց կերպար է։ Ինչի մասին է խոսքը։ Արիացիների ներկայացված ուրեմն հոգևոր իրականության շուրջ
Հայրացիները իրենք նկարագրում են, որ հոգևոր աշխարհում ամենաբարձր դիրքը զբաղեցնում են կանայք։ Ինչի մասին է այստեղ ընդհանրապես խոսքը։ Որովհետև երբ որ ինչ-որ գաղափարներ են հնչում, նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք անմիջապես ցանկացած գաղափար իրենց մեջ անցկացնում են այդ տեսանկյունից, թե ասենք ինչ կտա այս գաղափարը իմ նյութական գոյության մեջ։ Եվ տղամարդիկ, որոնք իրենք ընտելացած են, որ իրենք իրենց հայտարարել են աստվածային էակներ, իսկ կանանց շատ հաճախ վերաբերվում են որպես սատանայի ներկայացուցիչներ, չէ, եւ դրա հիմքի վրա կանայք իրենք ամբողջ աստվածամեժության դարաշրջանի ընթացքում եղել են հալածված, բռնաբարված, նսեմացված, շատ հաճախ տղամարդիկ, չգիտեմ, իրանց ձիուն ավելի շատ են սիրել, քան կնոջը, հա, եւ միշտ համարվել է, որ կինը ինքը ինչ-որ խոչընդոտ է, այստեղ մենք կարողանում ենք տեսնել, որ իրականում այդ բոլոր տղամարդկանց այդ բոլոր մղումները նսեմացնել կնոջը խոսում են միայն հոգեբանության տեսանկյունից ընդհանրապես մի բանի մասին, որ եթե ես այսպես որոշակիորեն ասեմ, ապա կարելի է խոսել նրա մասին, որ իրենք վախենում են կանանցից, վախենում են այն կախվածությունից, որ իրենց սրտի մեջ ունեն կանանց հանդեպ, եւ ամեն կերպ փորձում են այդ կախվածությունը թաքցնել բռնության տակ։ Եվ տեսեք, երկրորդ տեսանկյունից, չէ, երբ որ մենք ասենք խոսում ենք նրա մասին, թե կինը եւ տղամարդը իրանք որ սկզբունքի ներկայացուցիչներ են, ես ներողություն եմ խնդրում, ես հիմա շատ նուրբ դաշտ եմ մտնում, որտեղ ես հասկանում եմ, թե ասենք ինչպիսի հակազդեցություն կարող է առաջանալ տղամարդկանց սրտում իմ խոսակցության հանդեպ, բայց ես խնդրում եմ, որպեսզի դուք ինձ լսեք մինչև վերջ, համբերատար եւ փորձեք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Այստեղ խոսքը կանացի շովինիզմի մասին չի։ Եվ տեսեք, սիրելիներս, չէ, ուրեմն այո, իհարկե, եթե մենք արդեն խոսում ենք սիմվոլների տեսանկյունից, տղամարդու հիմքը, այսպես ասեմ, էլի, առողջ տղամարդու հիմքը նյութական աշխարհում պետք է լինի բանականությունը։ Այսինքն տղամարդուն տրված է մշակել ուրեմն գաղափարախոսություն հասարակության համար եւ այդ գաղափարախոսությունից բացի տղամարդուն տրված է հաստատել արդարությունը մարդկային հասարակության մեջ։ Երբ որ տղամարդը ինքը գտնվում է տգիտության կամ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, չէ, ուրեմն ինքը հեռանում է իր նախասահմանումից, ինչու համար, որովհետև տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակը ինքը ընդհանրապես իր նախասահմանման մասին հոգ չի տանում։ Այդ թեման իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ։ Բան որն է իրեն հետաքրքիր։ Իր ներքին հետաքրքրությունը դա միայն իր սեփական զգայական վայելքն է։ Ընդ որում մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք ասում ենք զգայական վայելք, դա միայն սեռական հարաբերությունները չի, որ ասենք համարվում է զգայական վայելք, հա, այդտեղ մտնում է ամեն բոլոր տեսակի վայելքները։ Նույնիսկ իրերի հանդեպ, հա, ասենք վայելեմ մեքենան, վայելեմ, չգիտեմ, ամառանոցը, վայելեմ այսինչը, վայելեմ այնինչը, հա, այն ամբողջ զգայական վայելքի տիրույթն է կարևորվում, չէ՞։ Եվ այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ տղամարդը ինքը գնում է այն ուղղությամբ, որպեսզի զգայական վայելքը իր համար դարձնի հասանելի։ Այսինքն ինչ չի ուզում տղամարդը հոգեբանության տեսանկյունից, երբ որ մենք դիտարկում ենք աստվածամեժության դարաշրջանում ծնվող տղամարդու մարմնի մեջ կենդանի էակների հոգեբանությունը։ Տեսեք, եթե այսպես
առաջի հայացքը գցենք, չէ, ինչու են տղամարդիկ աստվածաբեժության դարաշրջանում այդքան ձգտում կնոջը նսեմացնել։ Իրանք ձգտում են ընդհանրապես մի իրավունք իրականացնելու, անկախ արժանինքներից, չարաշահելով ուժը կնոջից ստանալ ծառայություն եւ վայելք։ Սա տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող գիտակցության հոգեբանությունն է։ Երբ որ մենք խոսում ենք արիացիների մասին, մենք դերտրանում հիմա շուտով շատ մեծ պատմություններ կունենանք եւ մենք կտեսնենք, թե արիացիները իրենք ինչպես էին վերաբերվում կանանց, երբ որ տղամարդը ինքը հաստատված է լինում իր բնության առաքինի ուրեմն դրսևորումների մեջ, ինքը երբեք այդ կարիքը չի ունենալ հնարավորություն բռնաբարել կնոջը բոլոր իմաստներով։ Եվ այնտեղ կանայք իրենք շատ մեծ հարգանք էին վայելում։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս տեսանկյունից, չէ, մենք այդ թե ինչի են ուզում հասնել տղամարդիկ, այսինքն իրենք ուզում են, որպեսզի անկախ նրանից, թե իրենք ինչ որակներ ունեն, ինչ մտածելակերպ ունեն, արատավոր են թե արատավոր չեն, անկախ դրանից իրենք ունեն ցանկություն ընկալվել որպես Աստված։ Չէ՞։ Դրա համար էլ իրենց հայտարարում են աստվածային։ Ինչու է կինը հայտարարվում սատանայից։ Առաջի հերթին, որովհետև կինը գրգռում է տղամարդու մեջ ցանկությունները։ Բայց ով ասեց, որ նույն բանը տղամարդը չի կնոջ համար։ Այս տեսանկյունից երբեք այդ խնդիրները չեն ուրեմն քննարկվել, որովհետև տղամարդիկ երբեք թույլ չեն տվել, որպեսզի կանայք խոսեն։ Երբ որ կանայք սկսում են խոսել, պարզվում է, որ կանայք նույնպես լինում են տարբեր տեսակի, ինչպես եւ տղամարդիկ, ոչ մի տարբերություն չկա։ Եվ մարդը ինքը, անկախ նրանից, թե ինքը կին է թե տղամարդ, ունի 4 տիպի մարդիկ։ Բացահայտ փողոցայիններ։ Դրանք տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող անձնավորություններ են։ Եթե ես չակրաների տեսանկյունից խոսեմ, ապա դա անձնավորություններ են, որոնց հոգեբանական հիմքը դա առաջի չակրայի գործողություններն են, այսինքն կենդանական բնածները, եւ ուրիշ ոչինչ։ Պարզ է, որ այդպիսի անձնավորությունները իրենք բնության բանով են գնում, չէ՞, եւ չունեն իրենց մեջ բարոյականության ոչ մի գաղափար։ Ինչ հիմա այս պահին ուզում եմ, եթե ուժեղ եմ, բռնության միջոցով ստանում եմ։ Всё։ Սա է այդ հոգեբանությունը։ Ուզում է դա լինի կին, ուզում է լինի դա տղամարդ։ Եվ իրենք պարտադիր բարոյականության հանդեպ ոչ մի հակում չունեն։ Կան ազատամիտները։ Ազատամիտ տղամարդիկ եւ կանայք աստվածաբեժության դարաշրջանում իրենք նույնպես ազատամիտ դա նշանակում է, որ իրենք նույնպես ունեն բազմազան պարտներներ ունենալու ցանկություն, բայց չեն համարվում անբարոյական։ Ինչու՞։ Որովհետև իրենց համար ոչ թե այդ կոպիտ կենդանական գործողություններն են կարևոր, այլ ազատների համար արդեն կարևոր է զգացմունքը։ Ուղղակի ազատամիտ մարդկանց համար զգացմունքը ինքը չի կարող լինել միայն մի անձնավորության հանդեպ։ Դա իրանք ընկալում են ազատները, այստեղ ամենակարևոր բառն է։
Իրանք դա ընկալում են որպես ազատության սահմանափակում եւ գաղափարը ինքը կայանում է նրանում, որ կենդանի էակը ինքը նախատեսված է շատ ավելի հարուստ փորձ ունենալու համար եւ կան տարբեր զանազան տեսակի մարդիկ, չէ՞, եւ շատ հետաքրքիր է այդպիսի մարդկանց հետ ունենալ մտերիմ հարաբերություններ, ամեն անգամ ստանալ ինչ-որ մի նոր փորձ եւ դա է որ հետաքրքիր է դարձնում կյանքը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդպիսին, ինչպես տղամարդիկ կան, այդպես էլ կանայք։ Բացարձակ այդ իմաստով տարբերություն չկա։ Քանակության իմաստով տարբերություն կա։ Ազատության ձգտող տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Այդ հոգեբանությունը մենք հիմա մի քիչ հետո կքննարկենք, հա, եւ տեսեք ասենք, չէ, այս տեսանկյունից ուրեմն այնպես ստանում ենք այդպիսի մի հատ բան, որը ինքը կոչվում են ազատամիտ մարդիկ, որոնք իրենք շատ կապված են վայելքին հարաբերությունների մեջ, երբ որ վայելելու этаպի մեջ են, այսինքն երբ որ պարտնյորը իրենց դուր է գալիս, իրանք մեծ սիրով ինչ որ պարտականություններ են կատարում նրա հանդեպ, հենց որ պարտնյորը դուր չի գալիս, պարտականությունների ուրեմն դաշտը ինքը ավարտվում է։ Տգետները ընդհանրապես պարտականություններ չեն սիրում։ Իրանք սիրում են ապրել իմինը կենթանու նման։ Այստեղ կներեք առավոտ շուտ խոսակցությանս համար այստեղ կենակցեցի, կենթանին ինչպես է անում, այստեղ կենակցեցի, շարունակեցի իմ ճանապարհը։ Ազատները իրանք այդպես չեն։ Իրանք ինչ որ մի ընթացքում խարիսխ են գցում ինչ որ մի հարաբերությունների մեջ, բայց հենց որ վայելքը ավարտվում է, իրանք այդ խարիսխը հանում են եւ շարունակում են իրենց ուրեմն ճամփորդությունը կյանքում։ Հաջորդները դրանք ես պայմանականորեն նրանց անվանում եմ տնական։ Դա արդեն այն ազնվորություններն են, ովքեր որ ունեն մարդու կողմից հաստատված բարոյականության սկզբունքներ իրենց մեջ։ Ունեն պարտականություն բառի հանդեպ շատ որոշակի վերաբերմունք։ Եվ իրենք սովորաբար չեն սիրում ունենալ բազմազան հարաբերություններ։ Սա այն ազնվորություններն են, որոնք սիրում են ընտանիք։ Հենց դրա համար է, որ ես իրանց կոչում եմ ընտանեկան մարդիկ, հա։ Ուրեմն, սրանք այս ազնվորությունները իրենք սիրում են ընտանիք, այսինքն սիրում են երկարատև հարաբերություններ։ Այդ երկարատևությունը ապահովելու համար պատրաստ են համբերել դիմացինի թերությունները, պատրաստ են ճիգեր գործադրել պահպանելու համար հարաբերությունները եւ այլն, մարդու կողմից ստեղծված բարոյականության սկզբունքների հետևորդներ։ Եվ ինչպես տեսնում ենք, այս հակումը հավասարապես ունեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Հիմա եւ կան այսպես կոչված տրանսցենդենտալիստներ։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, որ տրանսցենդենտալիստները դրանք ազնվորություններ են, որոնց մասին խոսում են կամ որևիցե մի պատկերացում ունեն, թե դրանք ովքեր են, միայն արիացիները։ Միայն իրենք են ասում, որ այս աշխարհում կան մարդիկ, որոնք իրենք վերանցել են նյութական աշխարհի բոլոր օրինաչափությունները եւ գտնվում են ազատագրված վիճակում գերագույն աստծո ազնվորության հանդեպ նվիրվածության տրամադրություններով։ Այսինքն իրենք շարունակում են ապրել այս աշխարհում օրինակ ցույց տալու համար կամ գիտելիքի մաքրությունը, հոգևոր գիտելիքի մաքրությունը պահպանելու համար։ Այս ազնվորությունները իրենք նույնպես հարատև հարաբերություններ կառուցելու մասնագետներ են։ Եթե տնականները իրենք սովորում են հարատև հարաբերություններ կառուցել, ապա տրանսցենդենտալիստները իրենք այդ գործի մասնագետն են։ Սովորական բարոյականությունը իրենց համար ամենացածր ուրեմն բանն է, զարգացման աստիճանը կամ ունակությունների աստիճանը եւ միայն տարիացիներն են խոսում նրա մասին, որ եւ կանայք եւ տղամարդիկ կարող են լինել
սենց են տալ։ Եվ սա հենց խոսում է դրա մասին, որ ինչպես ես միշտ ասում եմ, որ իրականում ռեալ դեմոկրատները դրանք հենց արիացիներն էին, որովհետև իրենք ոչ թե միայն վայելելու իրավունքի տեսանկյունից էին դիտարկում մարդու իրավունքները, հա, այլ եւ պոտենցիայի տեսանկյունից էին, որովհետև երբ որ մարդը ինքը աստվածամեժության դարաշրջանում է փորձում կիրառի կնոջ եւ տղամարդու հավասարության սկզբունքը, տղամարդը այդտեղ կանանց տանում է այն ճանապարհով, որ եթե դու ինձ հետ ուզում ես հավասար լինես, դու պետք է կարողանաս ինքդ քեզ պահել, որտեվ դա տղամարդու ֆունկցիան է, նո կոպիտ ասած գումար վաստակելը, չէ՞։ Չեն կարող ասել, որ կանայք այդ խնդրի հետ, այդ խնդիրը չեն կարողանում հաղթահարել։ Հիմա թե ինչի համար են իրանք դա անում, մենք հետագայում պատմություններ ենք ունենալու, որտեղ այդ թեմաները շատ մանրամասն քննարկելու ենք, հիմա ես ուրիշ թեմա եմ քննարկում։ Եվ տեսեք ասենք, չէ, այսինքն այդ իմաստով աստվածամեժության դարաշրջանում կանայք իրենք շատ դառը, շատ ծանր ճանապարհ են անցնում։ Ով կարող է նախանձել այն կանանց, ովքեր ծնվում են այնպիսի վայրերում, որտեղ ծնվում են այդ տղամարդիկ, որոնք իրանք իրականում իրանց ներսում այդ գիտակցությունը ունեն, որ իրենք են, որ Աստված են, իրենք են, որ ընդհանրապես ինչ-որ մի բան են հասկանում, իրենք են, ում բոլորը պիտի ենթարկվեն, կինը вообще դրա մասին նույնիսկ խոսք չկա, չէ՞։ Եվ այդտեղ հոգեբանական ամենակարևոր բնորոշ բանը այ կայանում է դրանում, որ իրականում, այսինքն ընդհանրապես ոչ թե միայն տղամարդիկ, երբ է կենդանի էակը ինքը հարաբերությունների մեջ դիմում բռնության։ Սա շատ կարևոր հարց է։ Ինքը հարաբերությունների մեջ դիմում է բռնության, երբ որ գիտի, որ հիմա կամ իր արտաքինով, արտաքին տվյալներով, ոչ թե միայն արտաքինով, այլ արտաքին տվյալներով, այդ արտաքին տվյալներն են գեղեցկությունը, հարստությունը, չգիտեմ, իմաստությունը, ուժը, հա, բանը, ասենք, փառքը, անկախությունը, հասկանում եք, դրանք արտաքին տվյալներն են։ Այլ որ կենդանիակը ինքը գիտի, որ ինքը չունի արտաքին տվյալներ, որպեսզի զգայական վայելքի համար լինի հաճելի, այսինքն որպեսզի իրան կամավոր ընտրեն զգայական վայելքի համար, ինչպես օրինակ բոլորը ձգտում են զգայական վայելք ունենալ հարուստ մարդկանց հետ։ Եվ տղամարդիկ իրանք ձգտում են լինել հարուստ, ձգտում են լինել փառքով, ուժեղ, ունենան իշխանություն, հա, ինչու են ձգտում, որովհետև այդ պարագայում տղամարդը ինքը հասկանում է, որ կոպիտ ասած ում վրա մատը դնի, ինչ զգայական վայելք ուզենա կստանա, անկախ նրանից, թե ինքը ինչպիսին է, որպես անձնավորություն։ Երբ որ անձնավորությունը ինքը գիտի, որ ինքը իր մեջ ոչ մի այդպիսի տվյալ չունի, որի խաթր կհանդուրժվի, թե ինքը ինչպիսին է, ինքը դիմում է բռնության, որպեսզի բռնի ուժով ստանա վայելքը։ Հիմա, տեսեք, եւ այդ իմաստով, չէ, միշտ կնոջ դերը ինքը դսեմացվում է։ Երբ որ արիացիները սկսում են խոսել հոգևոր աշխարհի կառուցվածքի մասին, սրա համար է, որ բացի յոգան, տղամարդիկ այդքան էլ չեն սիրում։ Իսկ կանայք իրանք չեն էլ կարողանում գիտակցել, թե ինչու են մեծ հաճույքով Կրիշնային ընդունում որպես Աստված։ Որովհետև իրանք իդեմս Կրիշնայի ստանում են, շատ կոպիտ ասեմ, էլի խնդրում եմ, հետո բան չանեք, էլի որ իմաստը հասկացվի, չէ, որտեղ իրանք ենթագիտակցաբար Կրիշնային ընկալում են որպես այն տղամարդ, որը ինքը արժևորում է կնոջը, որովհետև ինչ համար, որտեղ նյութական աշխարհում ապրող կինը ինքը նյութական բանականություն ունի,
չէ, եւ ամեն ինչը, ինչպես տղամարդիկ, այդպես էլ կանայք գնահատում են նյութական արժեքների համապատասխան։ Իրականությունը այդ բոլոր հարաբերությունների մեջ ընկալում են միայն տրանսցենդենտալիստները, որոնց գիտակցությունը նյութական այդ երեք գոյավիճակներից ազատ է։ Եվ իրանք կարողանում են հասկանալ, թե այստեղ ինչի մասին է խոսքը, որտեղ ես հիմա ասեցի մի շատ համարձակ նախադասություն։ Արիացիները իրենք ներկայացնում են հոգևոր աշխարհում որպես Աստծուց այն կողմ ամենաբարձր կենդանի էակները։ Հասկանում եք, չէ՞, որ այսպես միանգամից մի գաղափար հնչեց, որը ոտնահարում է տղամարդու ինքնասիրությունը։ Իսկ այս պարագայում հնչեց կնոջ բերանով։ Եվ ինձ անմիջապես կարելի է մեղադրել, որ հիմա էլ ես եմ ուզում կանացի ուրեմն շովինիզմը հաստատեմ։ Այս շատ կարևոր կետ է այստեղ, էլի, որ մենք չընկնենք այդ ճիրանները, որպեսզի կանայք հիմա չսկսեն օգտագործել այն գաղափարները, որը հիմա ես կասեմ, որպես իրենց համար բան, որտեղ տիպը կերակ, այդ դուք մտածում եք, որ դուք եք աստվածային, իսկ պարզվում է, որ հոգևոր աշխարհում մենք ենք ամենակարևորը։ Ոչ, երբ որ խոսվում է հոգևոր տղամարդու եւ հոգևոր կնոջ մասին, դա ոչ մի կապ չունի մեր աշխարհում այդ մարդու կերպարանքի, տղամարդու եւ կնոջ հոգեբանության կամ դիրքի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Ելակետը ինքը նա է, որ իմաստության տեսանկյունից տղամարդը ինքը գիտելիքի սկզբունքն է, այսինքն բանականության։ Եվ դրա պատճառով է, որ տղամարդուն միշտ ավելի հետաքրքիր են այն պրոցեսները, որտեղ ինքը կարող է ցուցադրել իր խելացիությունը։ Կինը ինքը որպես ինչ-որ մի սկզբունքի մարմնավորում, ինքը էմոցիայի արտահայտությունն է։ Եվ էմոցիան ինքը իրականում դա շատ կարևոր կենդանի էակի շատ կարևոր բաղադրիչ մասն է, չէ՞։ Եվ տեսեք, երբ որ տղամարդը ինքը ինչ-որ կոմպլեքսների պատճառով գիտակցության մեջ այդ ինքնահաստատման համար կարիք է զգում, որ հաստատի իր իշխանությունը ամեն ինչի վրա, չէ՞, ապա ինքը առաջ է քաշում այդ, որ բանականությունն է ամենակարևորը, հա, եւ ամեն կերպ ճնշում է էմոցիաները։ Ինչու՞։ Որովհետև էմոցիաները առաջացնում են կախվածություն։ Իսկ նյութական աշխարհում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ամեն տղամարդ իր փորձի վրա գիտի, որ երբ որ ինքը իր զգացմունքներին ազատություն է տալիս, որևիցե մի կնոջ հանդեպ, սովորաբար աստվածամերժության դարաշրջանի կինը չարաշահում է։ Չարաշահում է։ Եվ կոպիտ ասած անմիջապես երես է առնում եւ նստում այդպիսի տղամարդու գլխին։ Եվ այդ ժամանակ ինչու են տղամարդիկ դրանից վախենում, որովհետեւ իրականում, երբ որ կինը իր հերթին այդպես է վարվում, հա, խախտվում է բնությանը, բնության օրենքները, որտեղ այո, բանականությունը պետք է լինի ավելի վերև, քան էմոցիան։ Բայց դա չի նշանակում, որ էմոցիան կարևոր չի։ Հոգևոր աշխարհը արիացիները նկարագրում են հոգեբանական տեսանկյունից որպես հայլի, այ նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհի հայլային արտացոլանքն է։ Եվ այն ինչ որ նու գիտեք ոնց էլի, արիացիները բերում են այս օրինակը, իրանք ասում են ենթադրեք լճի ափին, դուք կանգնած եք մի ափին, մյուս ափին ծառ է, հենց անմիջապես ափին, չէ՞։ Եվ երբ որ դուք նայում եք ծառի արտացոլանքը, այն ինչ որ իր արմատներն են, դա ամենավերևում է երևում,
իսկ այն ինչ որ իրականում ամենավերևում է, այստեղ գալիս է դեպի ձեզ, այսինքն ամենաներքևի կետն է, չէ՞։ Այ նյութական աշխարհը հայրացիներն իրենք ասում են, այդպես է, ինքը հայլային արտացոլանքն է, այսինքն ուղղակի հակառակը։ Եվ նյութական աշխարհում, որտեղ տեսեք, ասենք, նյութական աշխարհից դուրս գալու համար հոգեբանական տեսանկյունից արիացիները իրանք ինչ են նկարագրում։ Իրենք ասում են, քանի դեռ դու գտնվում ես տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, քո բանականությունը թույլ է։ Դա ինչ խնդրեմ է բերում։ Դա բերում է այն խնդիրը, որ դու ղեկավարվում ես էմոցիաներով, այսինքն ատելությամբ եւ քո կապվածություններով։ Եվ իրանք միշտ լինում են անարդար։ Եվ դրա պատճառով դու խճճվում ես նյութական գոյության մեջ։ Չէ, երբ որ մենք խոսում ենք էվոլյուցիոն զարգացման մասին, այդտեղ առաջի փուլում ինչ է կատարվում։ Առաջի փուլում կատարվում է, որ դու մենք ասում ենք առաքինության գոյավիճակը ինքը սկսվում է գիտելիք երջանկություն եւ ավարտվում է գիտելիք հրաժարում։ Այսինքն ինչքան կենդանիակը ինքը ավելի շատ է գիտելիք զարգացնում, հասկանում եք, այդքան իր էմոցիոնալ աշխարհը ամենաառաջի քայլով մտնում է արդարության դաշտ։ Այսինքն ես ոչ թե պայքարում եմ իմ կապվածությունների դեմ, այլ ես բերում եմ իմ կապվելու ունակությունը նյութական աշխարհի օբյեկտների հանդեպ արդարության դաշտ։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք, վերջում ի՞նչն է դառնում այն գործոնը, որը ազատագրման է բերում։ Այդ գործոնը դառնում է բանականությունը, որովհետև գիտելիք եւ հրաժարում։ Այսինքն առաքինության գոյավիճակը ինքը սկզբում կենդանիակին բերում է նյութական երջանկություն, այսինքն նյութական կյանքը կարգավորվում է, չէ՞։ Եվ դա արվում է այ դրա հաշվին, որ բանականությունն է միանում եւ կենդանիակը իր կապվածություններն ու ատելությունները բերում է արդարության դաշտ։ Այսինքն այս անձնավորությունը ինքը արժանի է, որ ես իրան կապված լինեմ, որովհետև երբ որ ես իրան կապնվեմ, ինքը ինձ տառապանք չի պատճառելու, ինչու որտեղ ինքը առաքինի է։ Իսկ այս անձնավորությունը ես 3 կարող էի իրան կապնվեի, որովհետև իր աչքերը գեղեցիկ են, այլ ոչ թե որովհետև ինքը լավ մարդ է։ Եվ ինքը հետ առաջ այն մարդը, որ իր մեջ ապրում է, որը լավը չի, ինձ տառապանք էր պատճառելու։ Հասկանում եք, այսինքն առաջի հերթին կարգավորվում է էմոցիան եւ բանականությունն է այդտեղ խառնվում, որը պարտադրում է էմոցիային լինել արդար։ Այսինքն որ դու պիտի սիրես նրան, ով արժանի է սիրում, եւ պիտի ասենք զգուշավոր վերաբերվես, ով որ սիրո կապվածության արժանի չի, որտեղ ցավ է պատճառելու։ Երբ որ էմոցիան ինքը ազատ է, էմոցիան ինքը չի կարողանում գնահատել, հասկանում եք, թե ով իրան տառապանք կպատճառի, իսկ ով ոչ։ Զգայարանների համար հաճելի է, վсё։ Այդ հետո է գալիս հիասթափության էտապը եւ արդեն այդտեղ հետին մտքով բանականությունը միանում է եւ սկսում գնահատել։ Վայ, ես ինչ սրիկայի ձեռքը ես ընկա, բայց այս սրիկան ինձ հետ ինչ արեց։ Հասկանում եք, իսկ առաքինության գոյավիճակում տեսեք բանականությունն է միանում եւ վերջում գիտելիք հրաժարում եւ այդ հրաժարման հիմքի վրա կենդանիակը ստանում է ազատագրում։ Այսինքն բանականությունը վերջում այն նյութական աշխարհում ինքը մնաց վերջի այն գործոնը, որը կենդանիակին դուրս է մղում։ Եվ դրա համար է, որ այո, նույնիսկ արիացիները իրենք ասում էին, որ այդ հոգևոր կյանքը իր ուսերին տանողը պիտի լինի տղամարդը եւ հրաժարման գնացողը պիտի լինի տղամարդը, որովհետև հրաժարումը էմոցիայինը չի, էմոցիայինը միշտ կապվածություն եւ հերքում տրամադրություններն են,
թե ես ինչին եմ կապվում, ինչից եմ խորշում։ Հասկանում եք, հրաժարումը դա էմոցիայի նջի, բանականությունն է, որ գալիս է հրաժարման, հա, եւ ազատագրման պահին կենթանի էակի բանականությունը ինքը աշխատում է այնքան ճիշտ, որ էմոցիան նյութական աշխարհի հանդեպ ոչ մի կապվածություն չի ունենում։ Հիմա հոպ դուրս եկավ այդ լույսի մեջ, հոգեբանական տեսանկյունից սա ինչ է, զրոյացման վիճակը, չէ՞։ Մի քիչ այդ լույսի մեջ հանգստացավ, բայց գիտակցությունը կա, իսկ գիտակցությունը ինքը ակտիվ երևույթ է։ Եվ մի քիչ հետո այդ նույն գիտակցությունը ինքը սկսում է պահանջել բավարարվածություն։ Բայց կենթանիակը այդ լույսի մեջ գտնվելուց, երբ որ նայում է նյութական աշխարհ, ինքը այդ նյութական աշխարհը արդեն լավ գիտի։ Ինքը գիտի, որ այդտեղ չկա ոչ մեկ, ում արժի լինել կապված, ուզում է առաքինի լինի, ով ուզում է լինի։ Եթե առաքինի է, թերությունը նա է, որ ժամանակավոր է։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ այստեղ գալիս է հոգևոր աշխարհ, հոգևոր բազմազանությունը, որտեղ ապրում են կատարյալ կենթանիակներ, որոնց հետ հարաբերությունները ոչ մի պարագայում չեն կարող բերել տառապանք։ Հիմա տեսեք, այստեղ ինքը զարգացրեց, էմոցիան վերցրեց ղեկավարության տակ, բանականության հաշվին, դուրս թռավ նյութական աշխարհից, հաստատվեց զրոյական վիճակում, հիմա մտավ հոգևոր աշխարհ։ Այնքը բանականությունն է իր հիմքը, երբ որ ինքը այնտեղ մտավ։ Էմոցիան դեռ խեղդված վիճակում է։ Երբ որ ինքը մտավ հոգևոր աշխարհ, այն ինչ որ ինքը տեսնում է այդտեղ, ինքը այդտեղ գիտակցում է, որ սա այն աշխարհն է, որը գոյություն ունի էմոցիայի համար։ Հասկանում եք, հոգևոր աշխարհը դա երանության աշխարհն է, իսկ երանություն նշանակում է էմոցիա, իսկ էմոցիան դա կանացի սկզբունքն է։ Շատ կարևոր կետ է, որպեսզի հիմա ասենք նյութական աշխարհում ապրող կանայք երես չառնեն, որովհետև նյութական աշխարհում այս պահին դուք կարող եք լինեք կանացի մարմնում, բայց նյութական աշխարհի կանացի մարմինը չի նշանակում, որ հոգևոր աշխարհում դուք նույնպես կին եք։ Դուք այնտեղ կարող եք լինեք ծաղիկ, կարող եք լինել թուփ, կարող եք լինել կենդանի, կարող եք լինել տղամարդ, եւ ձեր հավերժ հոգևոր մարմինը կարող է լինել երեխայի մարմին։ Հասկանում եք, այս բաները պիտի իրար հետ չխառնվեն, էլի շիլաշփոթ չպետք է սարքվի, որ մարդը ինքը միանգամից մտածում է, որ եթե ինքը հիմա կին է, ինքը այնտեղ էլ է կին, ոչ։ Եվ շատ տղամարդիկ, որոնք այստեղ տղամարդու մարմին ունեն, հոգևոր աշխարհում կարող է պարզվի, որ իրանք իրականում այնտեղ կանայք են։ Եվ նրանք, ովքեր այստեղ կանացի մարմին ունեն, կարող է պարզվի, որ հոգևոր աշխարհում իրանք օրինակ Աստծո ընկերներն են։ Հասկանում եք, դրա համար մենք պիտի հասկանանք, որ պայմանավորված վիճակով ոչ մեկ հոգևոր աշխարհ չի գնում։ Իսկ այդ մաքուր վիճակում, հա, այսինքն, որպեսզի աշխարհը ինքը լինի երանելի, աշխարհում պիտի իշխի հիմա իմաստուն էմոցիան։ Այսինքն հիմա այստեղ բանականությունը դառնում է հիմք էմոցիայի համար։ Այդ ժամանակ, երբ որ բանականությունը տակից պահում է հիմքը, այսինքն ճիշտը սխալից տարբերելը, այդ ունակությունը, հա, այլ որ ինքը պահում է այդ հիմքը, դա այն որ բանականությունն է, որը իդեալական է աշխատում։ Դա այն հարաբերությունն է, որը Աստծուն գնահատում է որպես այն անձնավորություն, որը արժանի է բացարձակ սիրո իր որակներով հանդերձ։ Եվ դա է երանության հիմքը,
Հասկանում եք, իսկ այդ երանություն պատճառողը կանայք են, Աստծուն ամենաբարձր երանությունը, նորից եմ շեշտում, հոգևոր աշխարհում չկա սեքս, դի մտքներիցը տանենք։ Հասկանում եք, ամենաբարձր երանությունը Գերագույն Աստծո ազնվորությանը պարգևում են հոգևոր աշխարհում կանացի մարմնի մեջ կենդանի էակները։ Եվ ես այսքան խոսացի, որպեսզի մենք հասկանանք, որ այդ կանայք տարբերվում են յութական աշխարհում ապրող կանանցից։ Հիմա, սիրելիներս, ուրեմն Ութավան ինքը Ութավայի մասին ենք էլ խոսում այսքան ժամանակ։ Ութավան ինքը այն ազնվորությունն է, երբ որ Տեր Քրիստոսն ինքը մեր բոլորակի վրա էր, ինքը իր մանկությունը անցկացրեց մի վայրում, որը կոչվում է Վրինդավան։ Այս պահին Վրինդավանը ինքը չունի այն մթնոլորտը, որը նկարագրվում է Մահաբարատայում կամ որը նկարագրվում է, թե ինչպիսին էր Վրինդավանը այն ժամանակ, երբ որ կենդանեակները իրանք ուրեմն երբ որ այնտեղ ապրում էին մաքուր նվիրալները եւ ինքը Տեր Քրիստոսը։ Բայց այն ժամանակ այդ վայրը նկարագրվում է որպես այսպես տրախտային մի վայր։ Տեր Քրիստոսն ինքը այդտեղ է անցկացնում իր մանկությունը եւ այդ մանկության մեջ ինքը հիմա հավասար այսպես հասկանանք, էլի որ հավասար ինքը ուներ ընկերներ եւ ընկերուհիներ։ Նյութական տեսանկյունից Տեր Քրիստոսն այդ պահին ուներ այնպիսի տարիքում էր, որ տղան այդ տարիքում դեռ չի գիտակցում իր սեռական պատկանելիությունը։ Այսինքն փոքր էր։ Բայց նկարագրվում է, որ ինքը օրվա կեսը անցկացնում էր իր ընկերների հետ, սա շատ կարևոր սկզբունք է, իսկ կեսը անցկացնում էր ընկերուհիների հետ։ Եվ դա նշանակում է, որ հոգևոր աշխարհում այ բանականությունը եւ էմոցիան ինքը գտնվում է հավասարակշիռ վիճակում։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, ասենց ասեմ էլի, նույն հավեսով շփվում է իր ընկերների հետ, այսինքն բանական սկզբունքի հետ, եւ նույն հավեսով շփվում է էմոցիայի հետ։ Այստեղ իր մեջ խաղում է, ակտիվ վիճակում է բանական հիմքը, այստեղ ակտիվ վիճակում է էմոցիան։ Ինչ է տեղի ունենում, երբ Գերագույն Աստծո ազնվորությունը իրեն թույլ է տալիս էմոցիա։ Մենք դեռ կտեսնենք, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրեն էմոցիա է թույլ տալիս, ինքը ցուցաբերում է զգացմունքայնության ամենանուրբ արտահայտումները։ Նորից եմ կրկնում, սա ոչ մի կապ չունի նյութական աշխարհում սեքսի հիմքի վրա տրփանքի հարաբերությունները, որը մենք սովորաբար կոչում ենք սեր, հա։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս տեսանկյունից, երբ որ Տեր Քրիստոսն ինքը մի քիչ մեծացավ, իրան տարան եկան եւ ակրուրան, որի մասին մենք ձեզ հետ արդեն մի քանի անգամ խոսել ենք, եկավ Տեր Քրիստոսին տարավ Մաթուրա։ Եվ տեսեք, երբ որ ինքը տարավ այնտեղ, Տեր Քրիստոսին, չէ, որպեսզի այնտեղ խնդիրներ պիտի լուծվեին։ Հետագայում մենք ձեզ հետ կքննարկենք, թե ինչ խնդիրներ։ Այդ կանայք, որոնք իրանք խնդրում եմ այս բառը հիշեք, այդ կանայք, որոնց հետ Տեր Քրիստոսն ինքը գտնվում էր հոգևոր սիրային կապի մեջ, որի մեջ չկան սեռական հարաբերություններ, կոչվում են գոպիներ։ Գոպիները իրենք համարվում են հարաբերությունների տեսանկյունից ամենահարուստ հարաբերությունները առաջարկողները Աստծուն։ Եվ Տեր Քրիստոսն ինքը թողեց Վրինդավանը եւ դուրս եկավ եւ գնաց կրոնականության դաշտը պաշտպանելու։ Գոպիները մնացին առանց Քրիստոսի։ Եվ ինչու միայն գոպիները, ամբողջ Վրինդավանը։ Դա հոգիներ են, որոնք իրենք կապված են Գերագույն Աստծո ազնվորության համայնքին։
եւ ընդհանրապես նշանակություն չեն տալիս նրա հզորությանը։ Շատ նյութական տեսանկյունից միայն մի բառ կարող եմ ասել, որ շատ ռոմանտիկ են բոլոր այս զգացմունքները, որոնք տածում են այդ հոգևոր կանայք։ Երբ որ Տեր Քրիստոսն ինքը գնաց, ինքը այլևս չվերադարձավ։ Ինքը այնտեղ մեծացավ, դարձավ հասուն տղա, ամուսնացավ եւ հիմնեց դվարատան, ունեցավ իր պետությունը, այդ պետության մեջ արքա էր եւ այլևս չվերադարձավ Վրինդավան։ Նկարագրվում է, որ երբ որ Տեր Քրիստոսն ինքը լքեց Վրինդավանը, Վրինդավանի բոլոր նվիրալները, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ էին գտնվում, դարձան կենդանի դիակներ։ Այլ ոնց որ կյանքը իրանց մեջից դուրս եկած լիներ։ Իրանք այլևս ոչ մի գործողության մեջ, ոչ մի իմաստ չէին տեսնում։ Ամեն ինչը քարացել էր կարոտի մեջ։ Կարոտի թեման հոգևոր աշխարհում ինքը ամենանուրբ, ամենակարևոր թեմաներից մեկն է, որը ես հիմա ձեզ հետ չեմ կարող քննարկել, բայց մի երկու խոսքով ստիպված եմ լինելու, ուղղակի որպեսզի մենք հասկանանք, թե ով է Ուտավան։ Քրիստոսն պետք է լուծեր շատ կարևոր խնդիր, որպեսզի ինքը աջակցեր հոգևոր դաշտին, ինքը պետք է թողներ իր վայելքը, ինքը դա էր ցույց տալի, եւ գար կոպիտ ասած աշխատանքի։ Եվ այդտեղ բոլոր նվիրալները քննարկում են, թե ինչպես Տեր Քրիստոսն ինքը կարողացավ այդքան դաժանվարվի Վրինդավանի ապրողների հետ, հատկապես գոպիների, որոնց հետ երջանիկ էին ոչ միայն գոպիները, այլև ինքը Տեր Քրիստոսն։ Ապա ինչպես ինքը կարողացավ այդպես ընդմիշտ հեռանալ։ Ինչու չեղավ այնպես, որ ինքը, ասենք, ավարտեր իր գործերը եւ վերադառնար Վրինդավան։ Այս հարցերի պատասխանը ես հիմա ձեզ չեմ տա, որտեվ վաղաժամ է, բայց իրականությունը ինքը այնպեսին էր, որ այն պահին, երբ որ գոպիները իրենք կորցրել են Քրիստոսին, կյանքը հեռացել է իրենց գիտակցության մեջից։ Իրանք բոլոր այսպես սառած, անիմաստ կյանքով ապրում էին։ Իսկ Քրիստոսի կյանքը ինքը թվում էր այնպիսինը, որ ինքը ոչ էլ հիշում է գոպիներին։ Ինքը գնաց, մեծացավ, կայացավ, ամուսնացավ։ Չէ՞։ Տեսեք, եւ չի ընդհանրվում, եւ գոպիները իրանք մշտական այդ զգացմունքի մեջ էին։ Մենք գիտենք, որ ինքը մեր հետ այնպես երջանիկ էր, որ ուրիշ ոչ մեկի հետ ինքը չի կարող լինել երջանիկ այնպես, ինչպես մեր հետ էր։ Բա ոնց ինքը կարողացավ գնա։ Եվ հարաբերությունների մեջ սա հարցերից հարցն է։ Եվ տեսեք, այդտեղ Տեր Քրիստոսն ընտրեց Ուտավային։ Ուտավան ինքը շատ հետաքրքիր կերպար է, որովհետև արտաքնապես ինքը մարմնով, ինքը ուղղակի Տեր Քրիստոսի կլոնն էր, այնքան նման էր իրան։ Եվ Տեր Քրիստոսն ինքը ընտրեց Ուտավային, որպեսզի Ուտավան նամակ տանի գոպիներին, որտեղ ինքը սովորեցնում էր գոպիներին, թե ինչպես մնալ կենդանի, շարունակել ապրել լիարժեք կյանքով, հիմա արտասանելու եմ շատ անսովոր բառակապակցություն, վայելելով բաժանումը։ Այսինքն հոգևոր հոգեբանության համար բաժանումը ինքը վայելքի մաս է։
Ես հիմա իհարկե դրա հոգեբանությունը չեմ բացատրի, ուղղակի գաղափարն ասեցի, որպեսզի մենք հասկանանք Ութավայի կարևորությունը։ Ուրեմն Ութավան ինքը այն նվիրալն էր, ում Գերագույն Աստծո անձնավորությունը վստահեց իր կարոտը։ Որովհետև մնացած բոլոր դվարակայում ապրող կամ հաստինապուրում բոլոր այն կենդանիակները, որոնք Վրինդավանից դուրս էին, իրանց բոլորի համար ինքը հավասարակշիռ, հզոր, արքա էր, որի կարծիքի հետ հաշվիր էին նստում բոլորը։ Եվ մենակ իր գլխավոր կինը գիտեր, որ ինքը կարոտում է Վրինդավանը։ Ռուկմինին։ Եվ մենք կտեսնենք հետագայում, երբ որ կքննարկենք այդ պատմությունները, որ Տեր Քրիստոսն ինքը բոլորից կթաքցնի իր կարոտը։ Իսկ Ութավային այդ կարոտը կվստահի։ Ինքը ցուցումներ կտա գոպիներին, թե ինչպես իրանք պիտի իրենց պահեն կարոտի մեջ, բայց մենք պիտի հասկանանք, որ երբ որ ինքը այդ ցուցումները տալիս է, այսինքն ինքը այդ ցուցումները գիտի, դա նշանակում էր, որ հենց ինքը այդպես է կարոտը տանում։ Այսինքն ինքը խոսում էր նրա մասին, որ իր սիրտը մնացել է Վրինդավանում։ Այսինքն այնտեղ, որտեղ ինքը երանելի անհոգ կյանքով ապրում էր։ Բայց կան աշխարհներ, որտեղ կենդանեակները իրենք իր օգնության եւ աջակցության կարիքն ունեն։ Եվ երբ որ ինքը դուրս է գալիս այդտեղ, այդ կենդանեակներին աջակցելու, իր սիրտը մնում է Վրինդավանում։ Այնտեղ, որտեղ ապրում են այն նվիրալները, ովքեր իրան ոչ թե օգտագործում են, այլ իրան երջանիկ են դարձնում։ Եվ Ութավան այն ազնվորությունն է, ում Տեր Քրիստոսն այդ միսիան վստահեց, գնալ եւ գոպիներին փոխանցել իր կարոտի նամակը։ Կարոտող Աստվածը սա մի գաղափար է, որը հոգեբանության մեջ շատ նուրբ մարդիկ կարող են ընկալել այս գաղափարի արժեքը։ Որովհետև սա այն գաղափարի, որ Աստված սեր է, գագաթնակետն է։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, Ութավայի արժևորումը, Ութավայի գինը հենց դրանում էր։ Ինքը իմաստուն նվիրալ էր, որը միշտ մնում էր հավատարիմ Աստծուն։ Ինքը մնաց հավատարիմ Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ որ Աստված հեռացավ, որտեղ երբ որ Տեր Քրիստոսն ինքը եկավ ժամանակը, որ ինքը ավարտեց մեր մոլորակի վրա այն բոլոր գործողությունները, որի համար եկել էր մեր մոլորակ, եւ երբ որ ինքը պետք է գնար, Ութավան էր այն վերջի նվիրալը, որին ինքը առաջադրանք թողեց։ Հասկանում եք։ Եվ Բագավատամում հենց այս երկում 4-րդ գլխում մենք դες այդ մի տեքստ կունենանք, որտեղ Տեր Քրիստոսն ինքը կասի բոլոր կենդանիակների մեջ չկա այդպիսի կենդանիակ, որը ինձ համար ավելի թանկ է, քան Ութավան։ Հասկանում եք, եւ սա գագաթնակետն է։ Հասկանում եք, երբ որ այս խոսքերը ինչ կշիռ ունեն, երբ որ դա ասում է Աստված։ Այսինքն ինքը հիմա ինչ ասեց, որ ինչն է իր համար ամենաթանկը։ Հասկանում եք, այ ամենաթանկը իր համար այն կենդանեակներն են, ում հետ ինքը կարող է կիսել կարոտը։ Այս այն մեկ էստեղ ստան։ Հա։ Այսինքն Ութավան ինքը այն ազնվորությունն էր, ում Գերագույն Աստծո ազնվորությունը վստահել էր իր համար
ամենագողտրիկ, ամենանուրբ իր մասը։ Հասկանում եք։ Եվ մյուս կողմից, երբ որ Տեր Քրիստոսն ինքը որոշեց, որ արդեն եկել է ժամանակը, որ ինքը պիտի գնա, ինքը կանչեց ոչ թե Արգյունային, ոչ թե Բալարամային, ոչ թե նույնիսկ Վյասադևային, նա որ թվում է, այսպես էլի, որ թվում է, որ ինքը պիտի կանչի ինչ-որ գիտելիքի, բանի, այդ վճռականության, կռվի, բանի մարմնավորումներին, ինքը կանչեց Ութավային։ Վերջի խոսակցությունը, որը ինքը ունեցել է այս աշխարհում, Տեր Քրիստոսն, դա եղել է Ութավան։ Հա? Եվ ինքը այդպես Ութավային այդ ժամանակ արդեն ասեց, ես ուզում եմ, որ դու մնաս եւ քարոզես։ Հա? Ուրեմն առաջին անգամ Տեր Քրիստոսն ինքը գրեց նամակ, տվեց Ութավային, ուղարկեց իրան Վրինդավան եւ ասեց փոխանցի Վրինդավանի ապրողներին, թե ինչպես եմ ես իրենց սիրում եւ բացատրի իրենց, թե ինչու չվերադարձա։ Հասկանում եք, եւ սա նշանակում է, որ Տեր Քրիստոսն ինքը վստահեց Ութավային, հիմա տարօրինակ բառակապակցություն իր սրտից ցավ։ Հասկանում եք, այն որ ինքը հնարավորություն չունի վերադառնա իր վայելքի աշխարհ, որովհետև կան կենդանիակներ, որոնց համար իրանց գոյությունը, իրանց վայելքը շատ ավելի կարևոր է, եւ ինքը գործ ունի այդտեղ անելու։ Եվ ինքը հնարավորություն չունի արտահայտի այն ցավը, որ ինքը զգում է, երբ որ իրան կտրում են իր վայելքով լի աշխարհից, որովհետև այդ կենդանիակներին իր զգացմունքները հետաքրքիր չեն։ Հասկանում եք։ Եվ Ութավան էր այն նվիրալը, որին Տեր Քրիստոսն կարող էր այս գաղտնիքը վստահել։ Իսկ արտաքինից ինքը եւ Դվարակայում, եւ Մաթուրայում, եւ Հասցինապուրում իրան պահում էր այնպես, որ այդ վայրերի բնակիչները իրանք մտածում էին, որ Տեր Քրիստոսն երջանիկ է իրանց հետ ապրելով։ Այսինքն երջանիկ է, երբ որ բավարարում է իրանց էգոիզմը։ Եթե նույնիսկ դա հոգևոր էգոիզմ է։ Դա շատ նուրբ թեմաներ են, որոնք մենք այս պահին որակավորում չկա էլի, որ ես բացատրեմ այդ թեմաները։ Երբ որ մենք այդտեղ կմոտենանք, մենք արդեն բավականին հմուտ կլինենք փիլիսոփայության մեջ։ Հասկանում եք, եւ դրա համար Ութավան ինքը շատ նուրբ կերպար է։ Շատ նուրբ։ Հասկանում եք, որովհետեւ մենք տեսանք, որ Վիդուրային բավական էր միայն Քրիշնայի անունը տալ, եւ Ութավան ինքը այն նվիրալն էր, որ այդ գաղտնիքներ իր մեջ կրում, թե ինչպիսին է կարոտող Աստվածը։ Ինքն էր այն միակ նվիրյալը, որ բաներ էլի մասնակից էր եղել Աստծո այդ զգացմունքներին, եւ ինքը միանգամից ընկավ էքստազի մեջ։ Եվ այն տողերը, որը մենք կարդացինք, չէ՞, այդպիսի տողեր նկարագրում են միայն արիացիները։ Ինչպես է, ոնց ասեմ, ինչպես է դիմանում նյութական մարմինը հոգևոր զգացմունքների։ Մեր ժամանակներում շատ են այն ազնվորությունները, որոնք իրանք էժանացնում են Աստծուն, էժանացնում են Աստծո սերը, էժանացնում են նրա զգացմունքայնությունը։ Երբ որ մարդիկ, որոնք իրանք տգիտության եւ կեղտի մեջ խորասուզված թույլ են տալիս իրենց խոսել նրա մասին, որ Աստծո հետ հավարյա թե սիրային հարաբերությունների մեջ են գտնվում, այդ ամենը սարսափելի հանդգնություն է։ Ես ավելի կոպիտ խոսք կասեի, ուղղակի չեմ ուզում։ Եվ արժեզրկում է ամեն սուրբ բան, ինչ վերաբերվում է սեր գաղափարին։ Մաքուր սերը
ինքը մաքրություն է սիրում, բացառիկ մաքրություն, հասկանում եք, և հիմա տեսեք, այմա ութավան ինքը նյութական մարմնի մեջ է գտնվում և ընկավ հոգևոր տրամադրությունների մեջ, և ասվում է միշտ արիացիները այդպես կնկարագրեն, որ այն կենդանիակներին, որոնք այդ պահին գտնվում են հոգևոր զգացմունքների մեջ, ճանաչում են հենց այդպես, որ իրանք, երբ որ ընկնում են հոգևոր տրամադրությունների մեջ, իրենց մարմինը սկսում է պահել իրան տարօրինակ։ Այդ մարմինը քարանում է։ Նրա վրայի բոլոր մասերը բիզբիզ են կանգնում։ Կարող է կանգնել նվիրալի շունչը։ Նվիրալը կարող է սկսել հորանչել, կարող է սկսել արտասվել, կարող է խելագարի նման ընկնի գետին և սկսի գալարվել։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը ընկնում է իրական հոգևոր զգացմունքների մեջ, նյութական մարմինը չի դիմանում։ Եվ այդ նյութական մարմինը ինքը բացարձակապես ղեկավարությունից դուրս է գալիս և սկսում է, եթե ես տնավարի ասեմ, իրան անկապ պահել։ Հասկանում եք։ Այսինքն, դրանով նվիրալները միշտ ցույց են տալիս, որ նյութական ոչ մի մարմին, ոչ կոպիտ, ոչ նուրբ, ի վիճակի չի իրա մեջ կրել հոգևոր զգացմունքները։ Հոգևոր զգացմունքների համար նախատեսված է հոգևոր մարմինը, որը ազատ է տրպանքից։ Եվ մենք տեսանք, որ ութավան, երբ որ Վիդուրան ասեց, իսկ ինչպես է Տեր Շի Կրիշնան, այդտեղ ինքը ընկավ էքստազի մեջ։ Եվ զորով իրան հետ բերեց նյութական աշխարհ, այստեղ տեքստը շատ գեղեցիկ էր, չէ՞, որ ասվեց, մի րոպե կներեք, ասեց, կներեք, ասվեց, որ պես հաչոր էդ չեր մեր տեքստը չմարկ։ Ներեք ես խճճվեցի էստեղ տեքստերի մեջ, ասվեց նրա մասին, կներեք էլի, իմ խոսքերով ասեմ, որտև այս պահին չեմ կարողանում գտեմ տեքստը, որտեղ թաքնվեց։ Եվ ուրեմն տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը խոսեց նրա մասին, որ ութավան ինքը ընկավ այդ իրավիճակի մեջ, չէ, եւ հետո զորով իրան հետ բերեց, շուռ եկավ դեպի նյութական աշխարհ, այն աշխարհը, որը լի է անհանգստություններով, ատելություններով, կրքերով եւ այլն, եւ սկսեց Վիդուրային պատասխանել։ Թե ինչպեսի պատասխան կտա ութավան Վիդուրային, մենք արդեն ձեզ հետ կդիտարկենք։ Ստեսություն։